She may be the face I can't forget, a trace of pleasure or regret, maybe my treasure or the price I have to pay. She may be the song that summer sings, maybe the chill that autumn brings, maybe 100 different things within the measure of a day. She may be the beauty or the beast, maybe the famine or the feast, may turn each day into a heaven or hell. She may be the mirror of my dream, a smile reflected in a stream. She may not be what she may seem inside her shell. Նախագծի նպատակն է ներկայացնել Շահ Ազնավուրի անցած ճանապարհը եւ ներկայացնել նրա կյանքը եւ կենսակերպությունը, ով լինելով հայկական ծագում ունեցող արվեստագետ կարողացավ նվաճել միլիոնավոր բեմեր եւ հայտնի դառնալ եւ սիրելի հայտնի դառնալ միլիոնավոր մարդկանց կողմից։ Շահ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Սեն-Ժերմեն Դեսպրեսում, հայ գաղթականներ Միշայել Քներ Ազնավուրյանների ընտանիքում։ Ազնավուրի հայրը ծնվել էր Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը Գնար Բաղդասարյանը Իզմիրից էր։ Շահրի հայրը երիտասարդ տարիներին ապրել էր Թբիլիսիում, ուր աշխատանքի համար տեղափոխվել էր նրա ընտանիքը։ Հետագայում Ֆրանսիա տեղափոխվելուց հետո Շահրի հայրը Միշա Ազնավուրյանը երկում էր Փարիզի ռեստորաններում, ինչ կլիներ իր սեփական կովկասյան ռեստորանը, կոչելով այն Լը Կովկաս։ Երիտասարդ տարիներին Շահ Ազնավուրը երկում էր Փարիզի փոքրիկ կաբարեներում եւ ռեստորաններում, հաճախ առանց վարձատրության միայն սեփական գործեր բերելու եւ լսարան գտնելու համար։ Նրա երաժշտական ուղու իրական սկիզբը համարվում է այն ժամանակը, երբ նա հանդիպեց ֆրանսիական երգչուհի Էդիթ Պիաֆին, Պիաֆին նկատեց նրա տաղանդը եւ առաջարկեց միասին աշխատել։ Այսպես Շահ Ազնավուրը սկսեց երգեր գրել Էդիթ Պիաֆի եւ ուրիշ հայտնի երգիչների համար։ Արդեն 1950-ականներին նա սկսեց ինքնուրույն հանդես գալ իր երգերով յուրահատուկ ձայնով եւ աստիճանաբար դարձավ Ֆրանսիայի ամենահայտնի երգիչներից մեկը։ Շահ Ազնավուրը իր կարիերայի ընթացքում գրել է ավելի քան 1200 երգ, որոնցից առաջինը 1974-ին գրված Ժևո երգն է, իսկ վերջինը Ժևո դե նոստալժի երգը, որը գրվել է 2018 թվականին նրա մահվանից կարճ ժամանակ առաջ։ Դա իր ամբողջ կարիերայի ընթացքում գրել է 14 գիրք, որոնցից մի քանիսը ներկայացված են այստեղ։ Անդրադարձել է Շահ Ազնավուրի հիմնական կերպարին, Շահ Ազնավուրի շատերի ուշադրություն էր գրավում դեռ երիտասարդական տարիներում։ Բոլորը խորհուրդ էին տալիս նրան գնահատել այն, բայց նա ասում էր, որ Շահ Ազնավուրի քիթը դա նրա հայկական արմատների խորհրդանիշն է, եւ ես որոշեցի պատկերել Շահ Ազնավուրի դիմանկարը։ Շահ Ազնավուրի ունի երկրի հուշարձան Հայաստանում եւ Երևանում եւ Գյումրիում։ Գյումրիում տեղադրվել է 2001 թվականի սեպտեմբերի 22-ին քանդակագործը Սամվել Պետրոսյան, իսկ Երևանը տեղադրվել է 2025 թվականի հուլիսի 18-ին Դավիթ Մինասյանի կողմից, արձանը կոչվում է Լա Բոհեմ։ Շահ Ազնավուրը մեզ սովորեցրեց երբեք չհանձնվել եւ հավատալ սեփական ուժերին։ Նա ծնվել էր հասարակ ընտանիքում, բայց իր տաղանդով եւ անդադար աշխատանքներից դարձավ աշխարհի ամենահայտնի երգիչներից մեկը։ Նա ունեց Հայաստանին 1985-ի երկրաշարժի սեպտեմբերին միշտ պաշտպանում էր որհայեր։ Նրա կյանքից ես սովորեցի, որ աշխատասեր մարդը կհասնի ամեն ինչի։ Ինձ ամենաշատը ոգեշնչում է նրա համառությունը եւ այն, որ նա երգում էր սրտով։ Իմ սիրած երգը նրա գրած Ստանդարտ պոեմն է, որը պատմում է երիտասարդության, երազանքների եւ անցած սերնդի ժամանակների մասին։ թվականին Հայաստանում սպիտակարակում տեղի ունեցավ Ալբերտինոց երկրաշարժ, որի արդյունքում վաճառվեցին զոհեր եւ եղան ավերածություններ, իսկ Շահ Ազնավուրը լինելով հայ ազգի մեծ բարեկամը, իմանալով այդ բանը միանգամից արձագանքեց եւ իր բոլոր ուժերը ներդրեց օգնելու համար։
1979 թվականին 1975 թվականի երկրաշարժից հետո ստեղծվեց Ազնավուրը Հայաստանի հիմնադրամը, որը նրանից հետո ղեկավարում է Ֆորտի Նիկոլա Ազնավուրը, այդ հիմնադրամի շնորհիվ օգնում են Հայաստանին եւ պահում են Շարլ Ազնավուրի մարդասիրական հիշատակը։ Շարլ Ազնավուրը ոչ միայն մեծ երկիչ է, այլ նաեւ մեծ պետական գործիչ, որը ընտրվել է Շվեյցարիայի դեսպան եւ միաժամանակ ներկայացնել է Հայաստանը Մակի Ժնևի գրասենյակում, նա ներկայացնում էր Հայաստանը տարբեր միջազգային հարթակներում։ Մենք առանձնացրել ենք Շարլ Ազնավուրի մտքերից մի քանիսը։ Հայ լինելու ուժն է, իմ ցավը եւ իմ փոխարինությունը։ Իմ ճանապարհը մեծ գոհանգից չի եղել, շատ դառնություններ են ճաշակել այդ ճանապարհին, երեսից փակված դռներ, հեգնանքով ու արհամարանքով լի ժպիտներ։ Մի համարեք ձեզ համար ոչինչ չունենք, թողեք ձեր հասել, մենք ձեզ ցանկարենք, ամեն պատահած մարդու վրա ժամանակ չունենք ծախսելու։ Ես ճաշակել եմ այդ բոլոր օրը, զսպել արցունքներս կուլ տվել, թուկս եւ կուչ եկել իմ մեջ։ Ցավս թաքցրել եմ քաշվել պատյանից մեջ եւ ուժ գտել իմ մեջ բարեկայելու եւ դիմանալու համար։ Ես երբեք չեմ մտածել, թե ինչպես եմ եղել երեկ, ես միշտ մտածում եմ, թե ինչպեսին կարող եմ լինել վաղը։ Ես հայ եմ, սրտով արյամբ ու հիշողությամբ։ Ես երբեք չեմ դատարել լինել հայ, ճիշտ դատարելով լինել ֆրանսիացի։ Հայ ստում է դարձանանն ու լավ կինի, նայոգինին, որն ասկայնություն միշտ է հայի համար, հայ ստում է նույնքան, որքան ֆրանսիացին, տոնը առանցով սերանի և լավ կինու, տոն չէ հայի համար։ Սեր երկելու համար պետք չէ անկեսնել, պետք է միայն Սեր երկելու համար պետք չէ հանճարել, պետք է միայն անկեսնել։ Այսպիսով մենք պատկերացում կազմեցինք բացառիկ ուղու մասին, որն անցել է շատ նորինավորը, լինելով ոչ միայն հանճարեղ երաժիշտ, այլև մարդ, ով դարձավ մշակույթների կամուրջ։ Թեման բացեց նրա մեծության քաղաքնիկները, անսահման նվիրումը, լեզուների և մշակույթների խառնուրդը, ինչպես նաև մարդկային ու հայրենասիրական դիրքորոշումը։ Կազմեցինք ամբողջական պատկերացումը նրա ժառանգության վերաբերյալ, որպես արվեստի, ինքնության և համամարտկային արժեքներ կրող։ Այսքանում ավազեցնում են նախագիծային աշխատանքի ներկայացումը, փիների պատասխան ընկասանի երեքից ստացվեր աշխատացուցարտադրու որպեսի տեսանելի մինչ աշխատանքի կատարել։ Սկզբում ենք պատում ենք դիլը, որում ենք նրան վերնագիր, օրինակ Շարլ Ազնավուրի կենսագրությունը կամ նրա գործունեությունը, կարող են տեղադրել նրա նկարը կամ ինչ-որ հետաքրքիր տեսանյութեր թեմային վերաբերող եւ 2009-ի սահմաններում She may be the mirror of my dream, a smile reflected in a stream. She may not be what she may seem inside her shell. She always seems so happy in a crowd whose eyes can be so private and so proud. No one's allowed to see them when they cry. She may be the love that cannot hope to last, may come to me from shadows of the past that I remember till the day I die. She may be the reason I survive, the why and wherefore I'm alive, the one I'll care for through the rough and ready years. Me, I'll take her laughter and her tears and make them all my souvenirs. For where she goes, I've
got to be. The meaning of my life is she.